Ողջույն բոլորին, այսօր կխոսենք լիալուսնի մասին, որը տեղի կունենա հուլիսի 29-ին ջրհոսնշանում ժամը Հայաստանի ժամանակով 18:35 տեղի ունենալու ջրհոսի սկզբում, այսինքն 6 աստիճանում, այնպես որ եթե դուք ծնվել եք 6 աստիճան ջրհոսում, ապա ձեզ վրա ավելի շատ կազդի։ Հատկապես 3-ից մինչև 9 աստիճան ջրհոսում, եթե ծնվել եք, ապա ձեզ վրա ավելի շատ կազդի։ Այս լիալուսնի ժամանակ բավականին միացումներ ունենք, նաև արևի կողքը կլինի Յուպիտերը, այնպես որ շատ հետաքրքիր լիալուսին է լինելու տարբեր էմոցիաներով։ Արևը գտնվում է առյուծնշանում, իսկ լուսինը գտնվում է ջրհոսնշանում, իսկ արևը գտնվում է հենց անմիջապես Յուպիտերի կողքը։ Դե սովորաբար այն ինչ որ խորհրդանշում է առյուծը, լիարժեք գոյատևելու, ճանաչվելու, ցույց տալու, թե ով եմ ես, այդ ամենը ուժեղանում է։ Իսկ ջրհոսի մեջ գտնվող լուսինը մեզ ասում է, իհարկե նույնքան այդպես ուժեղ կարիքի մասին, ազատության, նահանջի եւ խմբին պատկանելու կարիքի, ինչ որ միտեղ խմբում լինելու։ Այս լիալուսինը բարձ հարց է առաջացնում, ինչպես լինել լիովին ինքներդ ձեզանով առանց կտրվելու ուրիշներից եւ ինչպես ընդունել ճանաչումը առանց չափազանցնելու եւ մնալ ազատ առանց ամեն ինչից հեռանալու։ Եվ Մերկուրին արդեն ուղղահայաց է, այնպես որ ձեր բոլոր գործերը կգնան առաջ, բայց դե պետք է հասկանալ, որ լիալուսինը դա ավելի շատ լուսավորում է այն անկյունը, որտեղ մութ էր, վերջնակետ է դնում, ոչ թե սկիզբը։ Այսինքն հիմա ուղղահայաց ինքը դեռ մի քանի օր կշարունակվի, կանի ձեր գործերը եւ այդքա մի քանի օրվա ընթացքում նաեւ կարող ավարտել։ Չնայած լիալուսնից հետո միշտ 2 շաբաթ հետո նվազող լուսին է եւ այդ ընթացքում է ավելի շատ գործերը կանգնում, դանդաղում կամ նաեւ ավարտվում։ Կամ այդ 2 շաբաթվա ընթացքում ինչ-որ մի բան ձեզ համար ավելի པարզ կլինի եւ կլուսավորվի։ Այս լիալուսինը ընդհանրապես այդ երկու տարերքին առյուծին եւ ջրհոսի ոնց ասում է դեմարդեմ է կանգնեցնում, դա այդպես է լիալուսնի ժամանակ։ Մենք կարող ենք ցանկանալ զբաղեցնել մեր տեղը, նկատվել, պաշտպանել մեր ցանկությունները, միաժամանակ զգալով, որ պետք է հաշվի առնենք նաև ուրիշներին, ինչ-որ խմբի կամ ընդհանուր կանոններին։ Եվ քանի որ այս լիալուսնի մեջ նաև դեր է խաղում Յուպիտերը ուժեղացնում է այն ինչին դիպչում է։ Դրական կողմը նա բերում է մարդուն վստահություն, լավատեսություն, առատաձեռնություն եւ երբեմն շատ լավ հնարավորություններ։ Մարդը կարող է զգալ իրեն ավելի ոգևորված, ավելի համարձակ, պատրաստ առաջ շարժվելու։ Բայց պետք է հիշենք նաև, որ Յուպիտերը ամեն ինչն է մեծացնում եւ եթե ինչ-որ խնդիրներ կան, ապա դա եւս կարող է մեծացնել։ Դրա համար այստեղ նաև չափազանցություն կարող է նաև լինել, ինչ որ մարդիկ ձեզ չափազանց շատ խոստումներ տան, ինչ որ պետք է մի բան շատ անեք, նաև չափազանցնելն է դա, հա, չափազանց այդպես արձագանքել դիմացինին, գնահատել իրավիճակը, բայց որ դա այդպես չէ։ Այստեղ նաև այդ լիալուսնի ժամանակ նաև Մարսը եւ Վեներան են իրար լարված միացում ունենալու, իսկ դա անմիջապես ազդում է հարաբերությունների եւ ցանկությունների վրա։ Մարսը ընդհանրապես մեզ խրախուսում է արագ գործողություններ կատարել, արձագանքել արագ, սեփական կարծիքն արտահայտել։ Մյուս կողմից կույսում գտնվող Վեներան ավելի պահանջկոտ է, ավելի ուշադիր է մանրամասների նկատմամբ եւ երբեմն ավելի քննադատական։ Այնպես որ մենք մեր շուրջը կլսենք եւ պահանջկոտություն եւ քննադատություն։ Եվ Ֆրանսիայում կատարվող այս բաժարի հետևանքը, այս հրդեհի հետևանքը նաեւ եւս Ուրանն է, որը իրենց քարտեզում միացում ունի, որն էլ բերում է այս հրդեհին։ Մարսն էլ այնտեղ դեր ունի, դրա համար Մարսը արագ գործողություններն են, որոնք որ մարդիկ հիմա անում են, որքան հնարավոր է, դրա համար այստեղ նման իրավիճակում են հայտնվել։ Եվ այս Վեներայի եւ Մարսի այս երկուսի միջև այս լարվածությունը մարդկանց ընտանիքներում կարող է բերել անհամաձայնություններ այդ 2 շաբաթվա ընթացքում, անհամապատասխանություն սպասման մեջ, հա, դուք ուրիշ բան եք սպասում եւ նաեւ արդյունքների մեջ, հա, եւ ստանաք ուրիշ արդյունքներ։ Եվ նաեւ եթե ինչ-որ մի առաջ շարժվելու հետ է նաեւ կապված,
այստեղ ինչ որ դիմացինի հետ անհամաձայնություն կա առաջ շարժվելու համար։ Մեկը ուզում է օրինակ տեղափոխվել, մեկը ուզում է աշխատել եւ դիմացինը անհամաձայն է, համաձայն չէ եւ այդպես խնդիր է առաջանում ընտանիքում։ Սիրո մեջ, հարաբերություններում պարտադիր չի դա լինի զույգերի միջև, դա կարող է ծնող երեխա, աշխատողներ, այսինքն տնօրեն եւ աշխատող։ Դուք ինչ որ բան եք ուզում, բայց դիմացինը դեռ պատրաստ չէ կամ չի ուզում։ Այս երկու միությունը նաեւ կարող է մարդկանց մոտ առաջացնել սիրո, այսպես, սիրահարվածություն, բայց պետք չի շատ արագ որոշումներ կայացնել, պետք չի այդպես, շատ արագ դիտողություններ անել, ընտրեք ավելի ոնց որ մտածեք, երկար մտածեք։ Եվ եթե վեճ առաջանա ընտանիքում, ապա եւս այստեղ հանգիստ քննարկեք, հանգիստ լուծում, մի իմպուլսիվ քայլեր արեք։ Այնպես որ այստեղ նաեւ Սատուրնը հետադարձ նման բաներ պետք չի անել։ Եվ այդ օրը նաեւ եւս լավ միացում է սա, Ուրանը եւս լավ միացում ունի, այստեղ նաեւ Լուսնին, Յուպիտերին, Արևին, Նեպտունի եւ Պլուտոնի հետ է շատ լավ միացման մեջ, դրա համար դա կարող է լինել նոր գաղափարներ, անսպասելի հանդիպում, չքննարկված լուծում կամ ինչ որ եթե ինչ որ մի բանը կիսատ է մնացել, ոնց որ դա անել եւ ավարտել։ Դե ավելի մարդիկ բաց կլինեն, պատրաստ կլինեն նոր բաների, դրական փոփոխությունների։ Սա այս միացումը, ինչպես որ ասում են, դա պետք չի ոնց որ սпасել փոփոխությանը, այլ այս պահին այն դուռ է բացում ձեզ համար, ուղղակի ճիշտ ժամանակին, եւ պետք է մուտք գործեք եւ անեք այնինչ որ ուզում եք, ոնց որ շատ քիչ են լինում նման ժամանակներ։ Ուրանը մեկ էլ երբ կկանգնի այդ դիրքում։ Դե այստեղ լուսնային հանգույցները եւս գտնվում են նույն առանցքում, առյուծ եւ ջրհոս։ Այդտեղ մարդիկ կարող են ցանկանալ ճանաչման ձգտել, այնպես նաեւ գիտեք, ոմանք այս շրջանում եթե ուզում են Երևալ, կարող են Երևալ, եթե կարող է շատ ոնց որ ցայտուն Երևան, իսկ եթե չԵրևան, կարող են մտնել միայն Գյուն, ոնց որ բացարձակապես իրենց մասին մոռանան։ Այս նաև լիալուսնի ժամանակ բավականին շատ խոսակցություններ կլինեն, այնպիսի արտահայտություններ կանեն նաև հասարակական գործիչները, առաջնորդները, երկրի ղեկավարները այնպիսի մի բան կխոսեն, որ հայտարարություն կանեն, որը կարող է լինել նաև շատ չափազանցված։ Դե այստեղ նաև երկրի մասշտաբով նաև կարող է լինել Մարսը տղամարդն է, Վեներան կինը, կարող են լինել նաև այդպես բախումներ, կարող են իրար չհասկանալ, թեկուզ դրսում իրար չհասկանան, այդպես խոսակցություններ կարող են նաև լինել, կապված չի, ձեր ամուսինն է, ձեր կինն է, թե ոչ, ուղղակի կարող է նաև լարվածություն լինել դրսում, անհամաձայնություններ լինեն եւ այդպես խոսակ իրար, կարող է դա տրանսպորտում լինել, կարող է կանգառում լինել եւ այլն, ինչ որտեղ մարդիկ են հավաքված եւ խոսում են։ Հայաստանում այդ լիալուսինը տեղի կունենա բանակի հետ կապված հարցերում, դա կարող է լինել ինչ որ մի բան այնտեղ ավարտվի, լուսավորվի, ինչ որ մի նոր կարող է, ինչպես որ ասացի, ինչ որ հայտարարություններ անեն, որը չափազանցված կլինի, առողջության հետ կապված հարցեր կարող են լինել, որը եւս էլի չափազանցված կլինի, հիվանդությունները ուշադիր եղեք այստեղ, եւս ինչ որ մի բան կարող է հորինեն, ինչ որ մի հիվանդություն եւ դա ավելի չափազանցված խոսեն, թե սա շատ մարդ է վարակվել եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ նաեւ վերաբերվում է սա այն մարդկանց, ովքեր որ ուղղակի հասարակ աշխատողներ են, եւս այդ մարդկանց մասին կքննարկվի, միգուցե այդ մարդիկ լինեն նաեւ առաջին տեղում, միգուցե աշխատանքի ընդունելության հետ կապված, աշխատատեղերի հետ կապված հարցերը, եւս կարծես թե լսեցի, որ գործարաններ են ավելանում Հայաստանում եւ դա կարող է լինել նաեւ այդ թեման, այդ խոսակցությունը, որ այս պահին եւս ստեղծվում են կամ այս երկու շաբաթվա ընթացքում կլինեն աշխատատեղեր կամ արդեն պարզ կլինի մոտապես քանի հոգի կաշխատի նման գործարաններում եւ արդեն կարող են մարդիկ դիմել այդ աշխատանքի համար։ Եթե պարզ է երկինքը, ապա լիալուսինը բավականին լավ կերևա։ Սա վերջին լիալուսինն է այս ամսվա, այսինքն մինչև
արդեն կլինի հեսա շուտով խավարումները, ամբողջ օգոստոս ամիսը կլինի խավարումներ եւ նորալուսնի ժամանակ եւ լիալուսնի ժամանակ կլինեն լուսնի խավարում եւ արևի խավարում։ Եվ այս լիալուսնի ժամանակ նաեւ դեր է խաղալու ֆինանսական հարցերը բոլորի մոտ է դա ընդհանուր աշխարհի քարտեզն է, այսինքն այդ օրվա քարտեզն է, լուսինը երկրորդ տանն է լինելու, այնպես որ ավելի շատ խոսակցություններ կլինեն, ոչ թե դա Հայաստանի համար էլ ընդհանուր ֆինանսականի մասին, այստեղ փոփոխությունների մասին կամ ինչ-որ մի բան նաև ավարտվելու։ Գուցե որոշում են կայացնում եւ այդ որոշումը ի վերջո արդեն ասում են մարդկանց։ Նման հարցեր կարող են նաև լինել մեր երկրում, չի բացառվում։ Այդտեղ մեզ մոտ արդեն լավ միացում է ունենում։ Իհարկե ոչ այդքան լավ։ Բայց մեր քարտեզում այդ օրը հիանալի պահեր են, այնպես որ ոչ մի խնդիր չկա, ոչ մի խնդիր գոյություն չունի մեր երկրում։ Միայն հիանալի միացումներ են, շատ լավ միացումներ են, այնպես որ ես լարվածություն չեմ տեսնում մեր քարտեզում, թեկուզ լիալուսնի ժամանակ։ Եթե ինչ-որ մի բան բացահայտվի, դա կարող է բացահայտվել լավ ձևով, ոչ թե ավելի այդպես վատ։ Այստեղ հիանալի են, եթե նաև բանակցություններ ունի վարելու, այստեղ նաև կարող է երկրի վարչապետը դուրս գա մարդկանց միջև կամ գնա այստեղ այնտեղ տարածքներ եւ մարդկանց հետ բավականին շատ խոսի, մարդիկ իրեն կլսեն, եթե նաև ուզում է օրինակ ընկերներ ձեռք բերել կամ ինչ որ երկրների հետ համագործակցել, ապա այդ օրը եւս հիանալի ժամանակ է իրեն կաջակցեն, երկրին կաջակցեն, ավելի շատ տվյալ անձնավորությունները։ Եթե փաստաթուղթ պետք է ստորագրի, ապա հիանալի ժամանակ է կարողանա փաստաթուղթը ստորագրել այդ օրը։ Եթե ինչ-որ փաստաթուղթ ունի ստորագրելու, այդ օրը շատ հիանալի է այդ փաստաթուղթը ստորագրելու համար, հատկապես երեկոյան ժամին, հաջորդ օրն էլ եւս էլի լավ պահեր են։ Այս հաջորդ օրը արդեն մի քիչ հաջողությունը աշխատանքի հետ կապված, եթե ինչ-որ մի գործարք պետք է կնքի, օրինակ այնտեղ արտահանման հետ կապված, դա այդքան էլ հաջողակ կարող է չլինել։ Իսկ հիմա արդեն անցնենք կենթանակերպի բոլոր նշաններին, տեսնենք թե իհարկե ովքեր ավելի շատ կզգան, դե բնականաբար առյուծները ավելի շատ կզգան, ովքեր որ ծնվել են հենց այս օրերին հուլիսի 27-ից մինչև 31-ը իրենք կզգան, նաև իհարկե ջրհոսները, բնականաբար ջրհոսնշանում է լինում, ջրհոսները եւս կզգան այս լիալուսինը։ Ցուլերը եւ կարիճները եւս կզգան, հատկապես այն մարդկանց համար ուժեղ կլինի, ովքեր որ ասցենդենտով են ջրհոս եւ գտնվում է 6 աստիճանում, 6 եւ մի փոքր ավել։ Եթե այդ աստիճանը գտնվում է ձեր ասցենդենտում կամ առաջին տանը, ապա հենց պետք է լսեք ձեր առաջին տան հետ կապված թե ինչ է ձեզ սպասվում, որովհետեւ առաջին տունը դա բոլոր ոլորտներն են, այնպես որ ջրհոսների համար, ովքեր իհարկե ասցենդենտով են ջրհոս, դա վերաբերվում է ձեզ։ Ուշադրություն դարձրեք, ովքեր որ գիտեն իրենց քարտեզը, ես բավականին շատ մարդկանց եմ տվել իրենց քարտեզը եւ պլյուս բավականին ուղիղ եթերում եմ եղել եւ էլի գտել ենք ձեր քարտեզը ուղարկել եմ ձեզ, այնպես որ ովքեր որ գիտեն, շատ ավելի լավ նայեք ձեր քարտեզով, որտեղ է գտնվում ջրհոսի սկիզբը եւ նայեք թե ինչպես կանդրադառնա ձեզ վրա։ Իդեպ մեր քարտեզում նաեւ մենք հետաքրքիր դիրքեր ունենք շատ ամբողջությամբ բանակը, աշխատանքային ոլորտը, առողջապահությունը, հիվանդությունները, ամեն ինչ այդ, ինչ վերաբերվում է առողջությանը, ինչ վերաբերվում է աշխատանքին, բանակին, այդ ամենը վերափոխվում է։ Բայց տրանսֆորմացիայի պետք է ենթարկվի, այդտեղ հետաքրքիր մենք միացում ունենք Պլուտոնի հետ, դրա համար այդ ոլորտը բավականին շատ կփոփոխվի։ Եվ միգուցե աշխատանքային ժամերը, միգուցե աշխատատեղերը, միգուցե այստեղ առողջության հետ կապված մենք արդեն տեսանք, որ առողջությունը անվճար է, դա այստեղ հետադարձ է լինում Պլուտոնը դեռ նորից էլի կգտնի այդ միացմամբ, այնպես որ դեռ ինչ-որ մի բան ունեն իրենք փոխելու, որը հետադարձից հետո, երբ որ ուղղահայաց լինի, այդ ժամանակ կփոխեն, որտեղ հետադարձ լինելով
Հետադարձ լինելով նաև այստեղ միացում ունի 5-րդ տանը, դա նշանակում է երեխաները, դպրոցները, դրա համար փոփոխություններ եղան դպրոցներում, իսկ հիմա արդեն աշխատատեղերում, աշխատանք, առողջություն, մարդկանց ոնց որ առօրյան ինչ-որ չափով նաև կարող է փոխվել։ Կամ շատ աշխատեք, կամ ոնց որ պետք է շատ աշխատել, այդպես նաև կարող է լինել, կամ ավելի քիչ եք աշխատում, բայց գումարը նորմալ է։ Դե տեսնենք ինչ տեղի կունենա։ Դե պետք է ընթացքում եւս ձևավորի Պլուտոնը լավ միացումներ, որպեսզի մենք հասկանանք։ Եվ այդ տանու մեջ իհարկե գտնվող մոլորակը եւս պետք է լավ միացումներ ունենա, որ մենք հասկանանք ինչ է տեղի ունենալու։ Նաեւ ուզում եմ ասել, այս շրջանում, այս դիրքով մեր երկիրը եթե ուզենա, ապա կկարողանա ծաղկել, ապա կկարողանա ուժ հավաքել եւ հզոր երկիր դառնալ։ Եթե ինչ-որ բաներ չխանգարեն, եթե ինչ-որ երևույթներ չխանգարեն, ապա այստեղ հնարավորությունը շատ մեծ է, որ եւ երկրին աջակցություն ցուցաբերեն եւ երկիրը հզորանա։ Այստեղ շատ մեծ մենք պոտենցիալ ունենք այսօրվա դրությամբ։ Ես ասել էի, որ եթե Նիկոլը մնում է եւ ինչ որ բաներ մեր երկրում արդեն ուրիշ ձև են ստանալու։ Եվ ինչ որ մի ձևով ես չգիտեմ ինքը կանի, ով կանի, իրանել է այստեղ արդեն ոնց որ այդքան էական չի լինի, բայց նաեւ ժողովրդի հետ է այստեղ կապված, ժողովուրդը եթե ուզենան բավականին երկիրը ավելի կհզորացնեն, այստեղ նաեւ երկրի ներսում մարդիկ եւս կարող են հզորանալ արդեն ըստ ցանկության։ Իսկ այս իրավիճակը, որ տեղի ունեցավ, ես չեմ նայել, կարծես թե հուլիսի 10-քանիսին ես հիմա մի հատ աչքս գցեմ դրա վրա, տեսնեմ ինչը բերեց այդ պատճառը, հա, այդ այստեղ արդեն իսկ բարձ երևում է։ Այո, այդ օրերի մենք ունենք քարտեզում լարված միացում, որը հենց վերաբերվում էր մարդկանց գործունեությանը։ Ովքեր որ գործեր էին անում, ապա այո, այդ օրը կար շատ լարված միացում, բավականին։ Եվ շատ այդպես մարդկանց ոնց որ քանակ, հա, այդպես քանակությամբ է այստեղ խնդիրը եղել։ Եվ ըստ ինչ որ չափ լարված միացման, ես կարող եմ նաև ասել, որ ինչ որ չափով, դե մենք բոլորս գիտենք, որ դա պատերազմի պատճառով էր, սա նաև հարաբերություններն է, արտաքին գործերը, հարաբերությունները հարևան երկրների հետ։ Առևտուրը, արտաքին առևտուրը, դա եւս հա դրա համար այստեղ ինչ որ չափով, միգուցե թեթևի մեջ տուժել են ռուսները, բայց ըստ ինձ սա մի տեսակ ավելի շատ հայ դեմ էր, քան դե միգուցե այնտեղ ավելի շատ հայերի պահեստներ, բոլոր հայերի պահեստը։ Եթե այստեղ նայում ենք արտաքին գործերն են, արտաքին առևտուրը դուրսը Հայաստանը եւ դրսի հետ կապված է, արտաքին առևտուրը դա է, այսինքն դուք գտնում եք Հայաստանում, բայց առևտուրը անում եք Ռուսաստանի կողմում, Ռուսաստանում եք գործանում։ Դա Հայաստանին այդքան էլ չի վերաբերվում, հա, դրսի հետ է։ Դե այստեղ ամենայն դեպս կար լարված միացում, որը շատ այստեղ զզվելի աստղի հետ, որը եւ բերել է այդ process-ը։ Դրա համար միշտ ասում եմ Ուրանի հետ պետք է շատ զգուշ լինել, մեր Հայաստանում նույնպես։ Ես բավականին շատ եմ ասել, որ պետք է զգուշ լինել, ես ասացի, որ Հայաստանի համար, հայերի համար ոչ մի բան է տեղ ունենալու, որ հայերը արթնանան, ինչ որ մի հետաքրքիր մի բում է լինելու Հայաստանում, հատկապես նշել եմ ընտրություններից հետո, որ լինելու է այդ բումը եւ եւս մեկ անգամ եմ հենց հիմա նշում, որ հնարավոր է այլ ավելի ուժեղ, կներեք, այլ ավելի ուժեղ բում Հայաստանում, պետք է այդ հարցը մի քիչ ուշադիր լինել։ Դե քանի որ Հայաստանի քարտեզը արդեն բացել եմ, ուզում նշել, որ օգոստոսի 2-3 այդ սկիզբը բավականին շատ խոսակցություններ կլինեն հասարակության մեջ, ինչ որ մի բանը համաձայն չկլինի երեխաների հետ կապված, նաև կարող է երեխայի հետ կապված ինչ որ բաներ տեղի ունենան, որ էլի նորից մարդկանց մեջ բում կառաջացնի, մարդիկ կխոսեն, սոցհարթակներում կխոսեն, կքննարկեն, հա, խոսակցությունը շատ կլինի, բավականին շատ։ Կամ երեխաների դպրոցներին է վերաբերվում սա, կամ հստակ երեխաների, որ էլի ինչ որ մի բան են արել, ինչ որ մարդիկ, ծնողները օրինակ,
Իդեպ ասեմ, դա բավականին երկար է պահպանվելու էմոցիաները, մեն դեպս մի քանի օր կպահպանվի էմոցիաները, սոցհարթակներում բավականին շատ խոսակցություններ կլինեն, շատ երեխաների ուսման հետ է կապված, ինչ-որ մի բան է փոփոխվելու, բացի այն գնահատականները, որ փոխվել է, ինչ-որ մի բան ևս էլի կարող են փոխել։ Միգուցե օրը փոխեն սովորելու, միգուցե եւ շատ անսպասելի դա կարող է լինել, շատ։ Բոլորի համար անսպասելի, միգուցե սեպտեմբերի 1-ին գնում են եւ չնայած սեպտեմբերի 1 չի հասնում այստեղ ինչ-որ մի բան տեղի կունենա, ուսման հետ կապված ավելի շատ։ Այնտեղ փաստաթղթերը լրացնելու, միգուցե նոր փաստաթղթերի լրացնելու ձևի հայտ գա, միգուցե նաև ուսման, հա, ինչ-որ մի բան է փոփոխվելու այստեղ։ Մենք այդ ամենին ականատես կլինենք, մարդիկ բավականին էմոցիոնալ կլինեն, նաև ոմանց համար է սա ինչ-որ չափով ցավ կարող է տալ։ Միգուցե ֆորմաներ են մտցնում, մի կողմից լավ է, մյուս կողմից վատ, եթե ուշ են մտցնում ֆորմաները, դա արդեն շատ վատ է, որտեղ մարդիկ արդեն գնումներ են կատարել, բնական է շատերի համար ցավ է, որտեղ հազիվ հասցրել են եւ գնել են այդ հագուստները։ Իսկ մյուսների համար էս դա եւս խոսակցության թեմա է։ Բավականին էմոցիոնալ կլինեն մարդիկ, ինչ-որ մի բան էլի կապված երեխաների հետ։ Ինչ-որ մի բան է փոխվելու, հստակ։ Եվ այստեղ հնարավոր է նաև դպրոցի հետ կապված, կոնկրետ մեկ դպրոցի հետ կապված մենք կարող ենք ինչ-որ մի բան լսենք։ Ինչ-որ լարված մի բան է։ Դե այսքան արդեն քարտեզի, եթե վերագրենք, այստեղ բավականին շատ կարող եմ խոսել քարտեզից, այնպես որ անցնենք արդեն բոլոր կենթանակերպի նշաններին, տեսնենք թե հուսամ մարդիկ լսում են այս սկիզբը, որովհետև այս սկիզբը բավականին շատ կարևոր է, բնական է եւ պետք է լսել, պետք է լսել։ Եվ այսպիսով հարգելի խոյեր, այս լիալուսինը տեղի ունենում ձեր 11-րդ տանը։ 11-րդ տունը դա ապագայի տունն է եւ անցյալի արդյունքների տունն է։ Այս լիալուսնի ժամանակ դուք կստանաք որևէ արդյունքներ, եկամուտներ, հնարավոր է որևէ ֆինանսական եկամուտ ստանաք ձեր կատարած աշխատանքի համար։ Նաեւ կարող է հարաբերությունների արդյունքներ լինեն։ Հնարավոր է որևէ մեկի հետ վերջնական վերջնակետ դնեք։ Կամ ձեզ համար պարզ դառնա որևէ հարցեր եւ անձնական եւ ընկերական ոլորտում։ Ոմանք կարող են հղիանալ կամ երեխա ունենալ, կամ կարող է ձեզ ձեր ընկերներից ոմանք ծանոթացնեն որևէ մեկի հետ, հակառակ սեռի հետ։ Եվ այս լիալուսնի ժամանակ շատերի երազանքները եւ ցանկությունները կիրականանան։ Հնարավոր է, որ ոմանց մոտ փոխվեն իրենց պլանները, նպատակները, արդեն ունենաք նոր երազանքներ։ Կսկսեք մտածել ձեր քայլերի մասին, որոնք պետք է կատարեք, որպեսզի հասնեք ձեր նպատակներին եւ ցանկություններին։ Ընկերների մասին կարող եք որևէ հարցեր իմանալ, որոշ պարզություններ կմտնեն ձեր հարաբերությունների մեջ, կամ կիմանաք որևէ բաներ ձեր ընկերների մասին։ Լիալուսի ժամանակ շատերն են վերջնակետ դնում ընկերությանը։ Հնարավոր է, որ ոմանք հեռանան ձեր կյանքից կամ դուք ինքներդ հանեք։ Կամ հնարավոր է, որ ձեր ընկերներից որևէ մեկը գնում է հեռու ինչ-որ միտեղ, հա, օտար երկիր, եւ արդեն ստիպված բաժանվում եք իրարից։ Եթե դուք աշխատում եք on-line սոցցանցերով, այդ ոլորտում էլ ձեզ համար որևէ պարզություն կլինի, կլուսավորվի որևէ բան։ Ոմանք էլ կարող են ավարտել այդ աշխատանքը եւ զբաղվել մեկ այլ գործով։ Հարգելի ցուլեր, այս լիալուսինը տեղի ունենում ձեր 10-րդ տանը։ Դա կարիերայի եւ կարգավիճակի տունն է։ 10-րդ տնով մարդիկ սովորաբար հայտարարում են, որ իրենք ովքեր են, որը ինչ որ իմաստնագետ են կամ մեկ այլ, որով իրենք սկսում են երևալ, հանրությանն են ներկայանում իրենց դեմքով։ Լիալուսինը կլինի 2 շաբաթ եւ պարզություն կմտնի ձեր աշխատանքում եւ ձեր բիզնեսում։ Հնարավոր են ավարտվել որևէ պրոյեկտներ, կամ կարող է փոխվել նաեւ ձեր տնօրենը։ Որևէ տեղեկություն կարող եք իմանալ այն կազմակերպության մասին, որտեղ որ դուք աշխատում եք։ Ոմանք կարող է որոշեն փակել իրենց բիզնեսը, կամ վաճառեք եւ սկսեք նոր գործով զբաղվել։ Եթե դուք աշխատում եք որևէ մեկի մոտ, հիմա կարող է որոշեք աշխատել ինքներդ ձեզ համար, փոխեք ձեր կարգավիճակը։ Ոմանք էլ կարող են ստանալ նոր պաշտոնի առաջարկ, կամ կցանկանաք ավարտել ձեր աշխատանքը եւ գնալ թոշակի։ Ձեր կարգավիճակի պարզություն կլինի, թե ինչ դիրքում եք դուք հիմա գտնվում։ Նաեւ կարգավիճակը դա վերաբերվում է ամուսնությանը։ Ոմանք կարող է որոշեն բաժանվել
կամ կստանաք ամուսնության առաջարկ։ Եվ իհարկե ոմանք կարող են հղիանալ կամ լսել, որ որևէ մեկը հղի է, կամ ծննդաբերություն լինի, կամ դուք կծննդաբերեք, կամ կլսեք, որևիցե մեկը, որ երեխա է ունեցել, կամ թորնիկ եք ունենալու։ Ոմանք էլ կարող են տեղափոխվել մեկ այլ տեղ աշխատանքի համար, կամ ձեր աշխատանքի համար, կամ ձեր զուգընկերոջ աշխատանքի համար։ Հարգելի եկվորյակներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 9-րդ տանը։ Ձեզ համար ճամփորդության ժամանակն է, հնարավոր է, որ նաև հանկարծակի գնաք, կամ արդեն իսկ պլանավորել եք եւ հենց այս օրերին կարող եք գնալ։ Բոլոր հարցերը կապված օտար երկրների հետ, փաստաթղթերի հետ, իրավաբանական հարցերի հետ, այդ ամբողջին վերջնակետ կլինի կավարտվի։ Որոշ հարցերի պատասխաններ կստանաք, որոշ արդյունքներ, կարող են նաև որոշ հարցեր պարզաբանվել։ Ուսման համար եւս շատ լավ ժամանակ է։ Գուցե արդեն իմանաք որտեղ եք սովորում կամ քննության պատասխանները ստանաք։ Բայց հիշեք, որ լիալուսից հետո լինում է նվազող լուսին եւ այս երկու շաբաթվա ընթացքում ամեն ինչ կավարտվի ձեզ մոտ։ Կարող եք նորություններ լսել ձեր թորների վերաբերյալ։ Միգուցե ծնվեն կամ իմանաք, որ թորնիկ եք սպասում։ Լավ ժամանակ է որևէ բաներ գովազդելու համար։ Ընդհանրապես այդ տունը հաջողության տունն է, եւ դուք կարող եք իմանաք, որ որևէ հարցում հաջողության եք հասել։ Հարգելի խեցգետիններ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 8-րդ տանը, ֆինանսի տանը։ Որոշ ֆինանսական հարցեր կարող եք վերանայել, որևէ բաներ կվերահաշվարկեք։ Նաեւ կցանկանաք կրկին ներդրումներ անել։ Լիալուսինը միշտ ամեն ինչ լուսավորում է եւ ասես պարզություն է մտցնում։ Եվ արդեն կիմանաք ինչ անել եւ ինչպես։ Նաեւ կարող է ֆինանսական նորություն լսեք։ Հնարավոր է որոշ գործարքների ավարտ լինի, կամ կարող է գումար ստանաք որևէ կազմակերպությունից։ Նաեւ հնարավոր է, որ պետք է վճարեք որոշ գումարներ եւ այն էլ շատ հանկարծակի։ Հնարավոր են հանկարծակի ծախսեր։ Հնարավոր է նաեւ պարզություն լինել, մտնել ձեր հարկային գործերում, վարկերում, ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսներում, նաև մեկ ուրիշի ֆինանսներում, եթե դուք ամուսնացած չեք։ Հնարավոր է այդ ամենը դուրս գալ ջրի երես, ինչպես որ ասում են։ Հարգելի առուստներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 7-րդ տանը, որտեղ ջրհոսը ձեր դիմացն է, դա հարաբերությունների տունն է։ Եվ եթե դուք ծնվել եք այս օրերին, իհարկե հուլիսի 27-ից մինչև 31-ը, ապա ինչ-որ մի հարց ձեզ մոտ ավարտ կլինի։ Կամ նաև դուք կստանաք որևէ արդյունքներ, ովքեր երեխա են ցանկանում, կարող են հղիանալ։ Այս լիալուսինը կարող է ձեզ տալ որևէ հարցերի վերջնական լուծում, կապված ամուսնության, բաժանման եւ գործընկերոջ հետ։ Հնարավոր է նաև գործարքների ավարտ, օրինակ արք ու վաճառք։ Հնարավոր է ավարտվել որևէ պայմանագրեր։ Նաև դա կարող է լինել աշխատանքի հետ կապված պայմանագրի խզում, իհարկե գործընկերների միջև։ Նաև հնարավոր է վերջնական ստորագրություն, պայմանագրի կնքում եւ կսկսեք միասին աշխատել։ Չնայած սկսելու համար այդքան էլ բարենպաստ չեմ։ Որոշ գործարքներ, գործեր կապված ձեր հաճախորդների հետ կարող է ավարտեք իրենց աշխատանքը կամ վերջնական պայմանավորվեք իրենց հետ, հաճախորդների հետ։ Հնարավոր է նաև ավարտվեն որևէ դատական հարցեր կամ պարզություն կմտնի այդ գործերում, կիմանաք գոնե ինչ-որ մի բան։ Եթե որևէ հարցեր կային անհայտ ձեր հարաբերություններում կապված ձեր զուգընկերոջ հետ, ապա ամեն ինչ կպարզանա։ Ձեզ համար արդեն ամեն ինչ պարզ կլինի։ Ով եք դուք իր համար, ով է նա ձեզ համար։ Հարգելի կույսեր, այս լիալուսինը տեղի ունենում ձեր 6-րդ տանը։ Հնարավոր է աշխատանքի ընդունվեք։ Նաև հակառակը, կարող է որևէ աշխատանքային պայմանագիր ավարտվի այս երկու շաբաթվա ընթացքում։ Կարող է եւ ձեր աշխատակիցներից ոչ մեկը հեռանա աշխատանքից։ Ոմանք կարող են իրենց օգնական վերցնել, քանի որ դժվարանում եք երեխային խնամել կամ տան գործերն անել։ Նաև ոմանց մոտ կփոխվի իրենց տնօրենը։ Կվերջանա նաև որևէ պրոյեկտ կապված ձեր հաճախորդների հետ։ Այն ամենը, ինչը կապված է աշխատանքի հետ կամ տեղափոխվելու մեկ այլ աշխատանքի հետ, դա ձեզ համար ավելի պարզ կլինի այս երկու շաբաթվա ընթացքում։ Ովքեր դեղորայք կամ բուժում են ստանում, դա էլ կավարտվի։ Նաև զբաղվեք ձեր առողջությամբ։ Այդ լիալուսինը ցույց կտա ձեր թույլ տեղերը։
Եվ եթե որևէ տեղ ցավում է, ուրեմն զբաղվեք դրանով, մի հետաձգեք։ Կարող է դուք պետք է փոխեք ձեր օրվա ռեժիմը։ Մտածեք, թե ինչից կարող եք հրաժարվել այս 2 շաբաթվա ընթացքում ձեր առողջության համար։ Այս լիալուսինը նաև կարող է դուրս հանել հին խնդիրները, որոնք պետք է լուծեք եւ ավարտեք։ Հարգելի կշարքներ, այս լիալուսինը տեղի ունենում ձեր 5-րդ տանը, դա սիրո զգացմունքների տունն է։ Հնարավոր է ձեզ համար ավելի պարզ դառնա դիմացինի զգացմունքները, սերը դեպի ձեզ։ Կարող է որևէ մեկը խոստովանի իր սերը, նաև որևէ նվեր կարող եք ստանալ, նաև շահել որևիցե բան, լոտո եւ այլն։ Ոմանք կարող են ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ռոմանտիկ հանդիպում կարող եք ունենալ, ձեր հարաբերությունները կարող են տեղափոխվել մեկ այլ հարթության։ Վերջանա մեկ փուլը եւ սկսվի մյուսը։ Ամենայն դեպս ինչ-որ բան պարզ կդառնա սիրո հետ կապված։ Եթե դուք ամուսնացած եք եւ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ապա նորություն կլսեք ձեր երեխաների հետ կապված։ Հնարավոր է որևէ բան ավարտվի իրենց մոտ, օրինակ դպրոցը կամ քննությունները։ Ոմանք էլ կարող են դուրս գալ աշխատանքից եւ զբաղվեն իրենց հոբիով։ Հնարավոր է ոմանց մոտ ավարտվի որևէ պայմանագիր եւ կամ կրկին պետք է այն թարմացնեք կամ ավարտեք այդտեղ ձեր գործունեությունը։ Ոմանք կարող են գնալ հանգստանալու, իսկ ովքեր ստեղծագործում են, հնարավոր են ավարտեն այդ, ինչի վրա, որ հիմա աշխատում եք։ Լիալուսինը նաև ավարտին է հասցնում ռոմանտիկ հարաբերությունները, եթե ձեզ մոտ խնդիրներ կային կամ ձևավորվել էր եռանկյուն հարաբերություններ։ Լիալուսինը կարող է բացել այդ գաղտնիքը եւ ամեն ինչ կավարտվի։ Հարգելի կարիճներ, այս լիալուսինը տեղի կունենա ձեր 4-րդ տանը։ Դա ձեր անշարժ գույքն է, ձեր ընտանիքը, ձեր տունը։ Եթե որևէ գործարքներ ունեիք տան հետ կապված, ապա այն կարող է ավարտվել։ Նաև եթե ձեր բնակարանն եք վերանորոգում, դա եւս կավարտեք այս 2 շաբաթվա ընթացքում։ Միգուցե բնակարան եք գնում կամ վաճառում եւ պետք է որևէ գործարքներ կատարեք, ապա դա եւս ավարտին կհասցնեք։ Ոմանք կարող են տեղափոխվել։ Եթե վարձով եք ապրում, հնարավոր է, որ ավարտվի պայմանագիրը եւ տեղափոխվեք մեկ այլ բնակարան։ Հնարավոր է, որ նաև ձեր հարազատներին է որևէ բնակարան հարկավոր, կամ կգան ձեր տանը բնակվելու, այդպես որոշ ժամանակ։ Եվ հնարավոր է, որ ձեր երեխաներից որևէ մեկը տեղափոխվի եւ ապրի ձեզանից առանձին։ Ոմանք էլ կարող է իրենց ծնողների հետ սկսեն ապրել։ Ոմանք էլ կարող է գնան իրենց հայրենիք կամ նաև կցանկանաք փոխել ձեր ազգանունը։ Լիալուսնի ժամանակ շատերն են իմանում, թե իրենց իրական ծնողներն ովքեր են։ Նա միշտ պարզություն է մտցնում։ Ճամփորդության, գրանցման, քաղաքացիության հարցերում կարող է եւս պարզություն լինել։ Պարզություն կլինի նաև օտար երկրում փաստաթղթերի հետ կապված հարցերում։ Նաև նորություն կլսեք ձեր ընտանիքի անդամներից որևիցե մեկի վերաբերյալ։ Հարգելի աղեղնավորներ, այս լիալուսինը տեղի ունենում ձեր 3-րդ տանը։ Դուք հնարավոր է որևէ տեղ ճամփորդեք։ Նոր ծանոթություններ, նոր շփումներ, ավարտվում է ճամփորդությունը եւ վերադառնում եք տուն։ Կարող է որոշ մարդկանց հետ շփումը սահմանափակեք կամ ավարտեք, քանի որ որոշ հարցեր պարզ կդառնան ձեզ։ Եթե որևէ կուրսերի եք հաճախում, հնարավոր է ավարտեք դրանք։ Նաև ուսումը կարող է ավարտեք եւ մեկ այլ տեղ դիմեք։ Ոմանց հարևանը կարող է գնալ, վաճառել եւ գնալ իր բնականը, կամ նաև ձեր քույր եւ եղբոր վերաբերյալ որևէ բան ձեզ համար պարզ դառնա, օրինակ որ ցանկանում են ամուսնանալ կամ որ հղի են եւ այլն։ Այս լիալուսնի ժամանակ հնարավոր է որ մեքենա գնեք, վերջապես ընտրեք, որն եք ցանկանում, եւ կամ վերջապես որոշեք։ Նաև վաճառեք, չի բացառվում։ Կարող եք ստանալ ձեր փաստաթղթերը, մեքենայի տեղանձնագիրը կամ վարորդական իրավունքը։ Հարգելի աջակցություններ, այս լիալուսինը տեղի ունենում ձեր 2-րդ տանը, ֆինանսների տանը։ Այս լիալուսինը ընդհանրապես լիալուսինները բոլորը միշտ արդյունքներ են տալիս։ Եթե դուք գումարի եք սպասում, ապա այն կստանաք։ Եթե որևէ բաներ եք պատվիրել եւ սպասում եք, ապա դուք այն անպայման կստանաք։ Որևէ փաթեթներ կամ նաև նվերներ կարող եք ստանալ։ Եթե ֆինանսական օգնություն չեք ստանում, համենայն դեպս պատասխանը կստանաք, թե ինչու չեք ստանում։ Հնարավոր է նաև վարկերի փակման վերջին շաբաթը լինի եւ ավարտվի այն։
Նաև չի բացառվում, որ վարկեր ձևակերպեք և վերջնական որոշումը կլինի այս 2 շաբաթվա ընթացքում։ Նաև վերաբերվում է մեր ռեսուրսներին, ոմանք կարող է սկսեն առողջ ապրելակերպ վարել։ Հետևեն առողջությանը, ավելացնեք ձեր էներգիան։ Երկրորդ տոնը դա նաև մեր ձայնն է, հնարավոր է, որ ցանկանաք որևէ տեղում ելույթ ունենալ։ Այս լիալուսինը պարզություն կմտցնի ձեր ինքնագնահատականի համար, թե որքան եք դուք ձեզ գնահատում ձեր ծառայությունը, եթե աշխատում եք հաճախորդների հետ։ Հարգելի ջրհոսներ, այս լիալուսինը տեղի ունենում ձեր հենց առաջին տանը, ձեր նշանում է տեղի ունենում։ Առաջին տոնը դա մենք ենք, մեր տեսքը, արտաքինը, ինչպիսին է մեր արտաքինը։ Կարող է փոխվել ձեր ոճը, կամ վերջնական կորոշեք փոխել ձեր արտաքին տեսքը։ Կարող եք ձեր մազերը փոխել, հագուստը, ոմանք էլ կցանկանան փոխել իրենց անձնագիրը, նաև անունը։ Հնարավոր է, որ դուք հիմա ձեզ ներկայացնեք ուրիշ ֆորմատով, նաև ուրիշ մասնագիտությամբ։ Ձեր եւ ձեր սիրելի հարաբերություններում պարզություն կլինի, կտեսնեք այն ինչպես որ կա։ Նաև կարող է նոր ծանոթություն լինել, ինչպես նաև բաժանում։ Ոմանք կարող են անցնել նոր էտապ, ավելի լուրջ հարաբերությունների, ավարտեք այդ ռոմանտիկ վիճակը եւ ավելի լրջացնեք ձեր հարաբերությունները։ Կարող է որևէ վերջնական որոշում կայացնեք, թե ինչ եք անելու հետո, ինչպիսին է լինելու միասին կյանքը կամ հարաբերությունները։ Ոմանց հնարավոր են ամուսնության առաջարկ անեն կամ սիրո խոստովանություն անեն, իհարկե։ Եվ ովքեր որ ծնվել են հունվարի վերջ, ապա ձեզ մոտ է ավելի ուժեղ զգացվելու այս լիալուսինը։ Հունվարի վերջ մինչև 20-ից հետո մինչև վերջ։ Եվ ովքեր որ ունեն 6 աստիճան կամ 3-ից 9 կարելի ասել ասցենդենտով այդ ջրհոս են, ապա դուք եւս ավելի ուժեղ կզգաք։ Նաև որևէ նորություն կարող եք ստանալ աշխատանքի հետ կապված։ Ընդհանրապես առաջին տոնը դա բոլոր ոլորտներն են։ Ինչ որ միտեղ հաստատ ինչ որ մի բան կավարտվի կամ ինչ որ միտեղ ինչ որ մի բան ձեզ համար ավելի գլուսավորվի, ձեզ համար ավելի պարզ կդառնա։ Հարգելի ձկներ, այս լիալուսինը տեղի ունենում ձեր 12-րդ տանը։ Դա ազատման եւ ավարտի տունն է։ Լիալուսինը նույնն է ձեզ տալիս։ Կարող եք ազատվել որևէ բաներից, կարևոր որոշումներից, կարևոր որոշումներ կայացնեք, որևէ բաներից, մի խոսքով, ինչ որ մի բան դուրս կգա ձեզանից։ Կարող եք հեռացնել ինչ որ մի բան, տալ ուրիշին եւ ազատվեք դրանից։ Ինչ որ բան էլ նաեւ կավարտեք, կվերջացնեք, կհասցնեք ավարտին։ Ովքեր խնդիրներ կամ որևէ գործեր ունեն անավարտ օտար երկրում, ապա այն կարող է ավարտվել, վերջնակետ լինի։ Կարող է վերջապես ստանաք վիզա կամ վերջնական որոշեք, որ գնում եք մեկ այլ երկիր։ Որևէ հարցերում կարող է նաև պատասխաններ ստանաք, որևէ բան ձեզ համար արդեն պարզ լինի։ Նաև կարող է ցանկանաք առանձնանալ, մնալ մենակ, ոմանք կարող են նաև ազատվել բանտերից։ 12-րդ տունը դա նաև հիվանդանոցն է, հնարավոր է, որ կամ գնաք ստուգվելու կամ որևէ վիրահատություն կատարեք։ Շատ լավ ժամանակ է վիրահատություններ կատարել նվազող լուսնի ժամանակ, ամսի 29-ից հետո, սկսվող մինչև ամսի 11-12-ը։ 12-ը արդեն այնտեղ խավարում է, բացարձակապես չի կարելի։ Ոմանք կարող են ստանալ ժառանգություն կամ որևէ process-ի ավարտ, նաև կարող է լինել։ Հնարավոր է, որ ձեր կյանք վերադառնա նախկին հարցերը, որպեսզի դրանք ավարտին հասցնեք, վերջացնեք։ Դրանք այն հարցերն են, որոնք գիտեք եւ դրել եք մի կողմ ուղղակի կամ ժամանակ չունեք կամ հավես։ Եվ այս լիալուսինը ձեզ ցույց կտա, թե ինչից պետք է բաժանվեք, ինչին պետք է վերջնակետ դնեք եւ ինչ պետք է նվիրաբերեք։ Հետևեք ձեր կյանքի նշաններին, նրանք անպայման դա ձեզ ցույց կտան։ Այսքանը սիրելիներս, թող որ այս լիալուսինը բացահայտի միայն ամենալավագույնը, որովհետև դե չգիտենք ինչ են բացահայտում ընդհանրապես։ Եվ վերջնակետ դնի իրոք այն ամենին, ինչը որ ձեզ անհրաժեշտ